Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մինչև ամփոփիչ ելույթին անդրադառնալը մի կարևոր ընդգծում անեմ, որպես տղամարդ ատում եմ կամ առնվազն չեմ հարգում տղամարդու մեջ 3 հիմնական հատկանիշ. արդարանալ ինչ որ մեկի առաջ, հրաժարվել իր նախկին խոսքերից եւ ճիշտը չասել։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ինչու ընտրել ինձ հանձնաժողովի նախագահ, ընտրության իրավունքը ձերն է, ես առանձնապես չեմ տառապում այն ցանկությամբ, որ դառնամ այս հանձնաժողովի նախագահ, բացարձակ ոչ, դա քաղաքական որոշման խնդիր է, ես ենթարկվել եմ քաղաքական որոշմանը մեր թիմի, մեկ անգամ եւս շնորհակալ եմ պարոն Կարապետյան ինձ վստահելու համար։ Ես ունեմ անցած ճանապարհ, դասախոսական փորձ, գիտական եւ գործնական գիտելիքներ, երկար տարիներ բարեխիղճ ձևով ծառայել եմ պետական համակարգում։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, կարծում եմ դուք այնքան բանականություն, այնքան ինտելեկտ ունեք, որ նայելով իմ կենսագրությունը ակնհայտ է դառնում, որ չէի կարող կոռուպցիայի մեջ թաթախված լինել, աշխատելով այն ստորաբաժանումները, որ ես ներկայացրել եմ։ Ինչ վերաբերում է միամիտ եմ թե միամիտ չեմ, խոսքը վերաբերում է նրան, առանց արդարանալու եմ սա ասում, որ իմ հայտարարագրի մեջ պարզ գրված է։ Խնդիրը որն է, եթե կա փաստաթղթավորված փոխառություն, դա հետ պետք է վերադարձվի։ Հիմա դուք ձեր հարցը խնդրեմ հստակեցնել, ինչի նկատի ունեք, թող իրավաբանները զբաղվեն դրանով, խնդիր չեմ տեսնում։ Շարունակեմ, անցնեմ իմ բուն թեմային։ Մեր խմբակցության ղեկավար պարոն Կարապետյանը խոսել է լիբերալ տնտեսության եւ նաեւ պետական ագրեսիվ միջամտության մասին, եւ դուք անընդհատ հարցնում եք, թե արդյոք համաձայն եմ, այո, համաձայն եմ, եւ կան երկրներ կամ միջազգային փորձ, որոնք անցել են այդ ճանապարհով։ Մասնավորապես Հարավային Կորեան, Սինգապուրը, Չինաստանը, որտեղ 60-ական թվականների նույն Հարավային Կորեան ամենաաղքատ երկրներից մեկն էր եւ պետական ագրեսիվ միջամտությունից հետո այսօր ամենալիբերալ տնտեսություններից մեկն ունի։ Ինչ վերաբերում է 0% հարկին, պարոն Թունյանն ասաց, որ էֆեկտիվ դրույքաչափը դարձել է 2.7%, եթե չեմ սխալվում կամ էական չի, մեր առաջարկի շրջանակներում մենք այլ տեսլական ունենք։ Բացի այն, որ լուծենք սոցիալական խնդիր, նաև ազատենք տնտեսվարողներին վարչարությունից, ավելորդ ծանրաբեռնվածությունից, այսինքն